Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մայրաքաղաք Անկարայում հանդես է եկել ամանորի գիշեր Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական արյունալի գրոհից հետո իր առաջին հանրային ելույթով։ Թուրքիան երբեք չի հանձնվի ահաբեկիչներին։ Ասել, թե Թուրքիան հանձնվել է, նշանակում է անցնել ահաբեկիչների կողմը, անդամագրվել ահաբեկչական կազմակերպությանը, հայտարարել է Էրդողանը։ Ամանորի գիշերը Ստամբուլի Ռեյնա ակումբ է ներխուժել Սանտա Կլաուսի հագուստով ահաբեկիչը, ով Կալաշնիկովի ավտոմատից կրակ է բացել ուրախացող ամբոխի, հիմնականում երիտասարդների վրա։ Այդ գրոհի հետևանքով սպանվել է 39 մարդ, մի քանի տասնյակ այցելուներ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ։ Հաղորդվել է ահաբեկչին վնասազերծելու մասին, ապա ոստիկանները հայտնել են, որ նա փախուստի մեջ է։ Ստացվել են տեղեկություններ այն մասին, թե գրոհը իրականացրել են ղրղըզ ջիհադականները, հետագայում դա էլ է հերքվել։ Այսօր հաղորդվում է, որ իրավապահները պարզել են գրոհայինի ինքնությունը, սակայն ավելի ստույգ տվյալներ չեն հաղորդվում։ Գրոհի համար պատասխանատվությունը ստանձնել է իսլամական պետությունը։ Էրդողանն այսօր հայտարարել է, որ չնայած 2017 թվականի տխուր մեկնարկին Թուրքիան շարունակելու է առաջ շարժվել ընտրած ճանապարհով։ Էրդողանի փոխանցմամբ գրոհի նպատակն է պառակտում մտցնել թուրքերին տրամադրել միմյանց դեմ, սակայն հանրությունը այդ խայծը կուլ չի տա։ Էրդողանը հավաստիացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում մարդկանց իրավունքները եւ ապրելավոճը չեն սահմանափակվի։ Türkiye'de kimsenin hayat biçimi sistematik bir tehdit altında değildir. Եվս մեկ անգամ կրկնում եմ, Թուրքիայում ոչ մեկի կյանքը վտանգված չէ, մենք դա թույլ չենք տա։ Մեր իշխանության 14 տարիների ընթացքում մենք այդպիսի առիթ չենք տվել։ Հակառակը պնդողները թող կոնկրետ օրինակներ բերեն, ասել է Էրդողանը։ Նրա պնդմամբ մինչ Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության դարաշրջանը Թուրքիայում եղել են անհանդուրժողականության խայտառակ դրսևորումներ։ Somut örnekleriyle bunu ortaya koymak mecburiyetinde. Ոչ հեռավոր անցյալում մարդկանց փողոցներում սպանում էին մորուքների կամ հագուստի համար, ասել է Էրդողանը։ Այսօրվա դրությամբ Թուրքիայում Ստամբուլի գրոհի գործով ձերբակալված է մոտ 30 մարդ, նրանցից 5-ը իսլամական պետության անդամներ։ Ոստիկանների փոխանցմամբ ակումբի գրոհը իրականացրած գլխավոր ահաբեկիչը Թուրքիա է ժամանել Սիրիայից, թե երբ է նա ժամանել, հայտնի չէ, սակայն կա հստակ տեղեկություն, որ նա անցյալ տարվա նոյեմբերի 22-ին եղել է Քոնյայի նահանգում։